Շնորհակալություն, համեցեք դուք ներկայացրեք։ Ես տուժել եմ ID բանկի կողմից, այո, իմ Rocket Line-ի վրայից են գումարը հափշտակել զեղծարարները, ես դիմել եմ քննչական բաժին, դիմել եմ ID բանկ, բոլորի կողմից մերժվել եմ, քանի որ նրանք ասում են, որ դուք եք վարկ է ձևակերպել իմ անունով 550,000 դրամի չափով, ես ասեցի, որ զեղծարարներն են արել, քանի որ Rocket Line-ի վրայից հնարավոր չէ գումար փոխանակել ուրիշ քարտի վրա, Rocket Line-ը տրվում է նրա համար, որ միայն կատարվի գնումներ, եթե դուք տեղյակ եք, ID բանկը մեզ տրամադրում է Rocket Line-ը գնումների համար միայն, բայց իմ Rocket Line-ից փոխանցում է կատարվել ուրիշի քարտի վրա, որը ես իմ ուժերով կարողացել եմ իմանալ ում քարտի վրա է տեղափոխվել, խնդրել եմ քննչական բաժնին, որ ես արդեն իմացել եմ անուն ազգանունը ում քարտի վրա է տեղափոխվել իմ գումարը։ Չէ, անծանոթ մարդ է, ինչ որ անուն։ Նրանք ինձ ասել են, որ այդ քարտերը գնվում է, այսինքն 15,000 դրամով կարող են բանկից քարտ գնել եւ տեղափոխել Rocket Line-ի վրայից այդ քարտի վրա, ու մենք չգիտենք դա ում քարտն է, անհայտ մարդու քարտ է։ Քննչականն չի կարող ճշտել։ Դեռ գործերը քննվում են, քննչականում են, ինձ նամակ է եկել, որ դեռ քննվում են։ Ես քանի անգամ զանգահարել եմ այնտեղ, ինձ ասում է դե մենակ ձեր գործը հոչի քննվում է, հարյուրավոր այսպիսի գործեր կա։ Իմն էլ այո 24 թվականի սեպտեմբերին է եղել իմ դեպքը, դեռ քննվում է։ Ինձ ոչ մի նորմալ պատասխան դեռ չեն տալիս, բայց ես ստիպված մուծում եմ Rocket Line-ի հետ տուժացեմ, բայց մուծում եմ իմ վարկի գումարը, որովհետև ինձ ասին աշխատավարձի վրա կալանք կդնեմ։ Ես աշխատող եմ եւ կալանք կդնենք ձեր աշխատավարձի վրա, եթե ստիպված մուծում եմ, հարկադիր որ չընկնեմ, կալանք չդնեն աշխատավարձիս վրա, ստիպված մուծում եմ։ Շնորհակալություն։